Մեր համար էլ ասել է, ուրեմն կբանանք այնքան, ինչքան սիրտս ուզի։ Սխալ եմ ասում Ժորիկ ջան։ Ոնց, որ դու սխալվես, օքանջ։ Ոնց կլինի տես բան, այդ չլսված ու չտեսնված բանը։ Հիմա, ինչ ասեմ, տարածքը մի խոսքով սրտովս է, բայց պիտի մտածենք ամենակարևորի մասին։ Ինչը մամ։ Ինչի մասին անուղեղ դիզայնի։ Օրինակ, ոնց լավ կլինի է, որ սեղանները դրվեն աջ կողմում, թե ձախ կողմում։ Այս ինչ դժվար է մամայի հետ։ Սուսման աղջի, վայ, թե չկբռնի ես բասեյնի մեջ քեզ կխեղդի, ինչ ասում է գլխով արա էլի, չհակառակվես անվաց։ Այ մարդ սենց էլ բան կլինի, սեղանները որ կողմում լավ կնայեն, աջ թե ձախ չեն կարող կողմնորոշվեն։ Մամ, ինչ տարբերություն աջ կողմ կլինի, թե ձախ։ Այդ սեղանները դրվելու են, որ մարդիկ օգտվեն։ Տարբերություն որ չլիներ այ անուղեղ, աջը ձախ կլիներ, ձախն էլ աջ։ Այսինքն։ Դե սուսման էլի, որ ասում եմ մի բան գիտի։ Տակ, որոշեցի։ Ուրեմն սեղանները կդրվեն այն կողմում, բենդը այս կողմում, որ մեզ չխանգարեն։ Ժողովուրդ, միցև նենց եմ շոքում, շոք հա, տոթ հա, թե ինձ ա թվում։ Դե, վապշետը համ շոքա, համ էլ տոթա։ Ոչինչ, կասեմ թող հագնված գան, ավելի շուտ համված, մի քիչ թեթև հագնվեն, տնաշենները վերջի վերջո հարսանիք են գալիս։ Ուրեմն, ըստ իս, այս սրահի ձևավորումը պետք է լինի կարմիր ու սպիտակ գույների միջև ընդհանրապես ամեն ինչը։ Մամ, Մոմերը, փուչիկները, զարդարանքը, տորթը, շքեղ, կարմիր ու սպիտակ։ Ես ոնց եմ պաշտում այդ կարմիր գույնը ավելի շքեղ, տենց ու գրքոտ գույն հնարավոր չի պատկերացնել։ մամ, Ինչ ես աչի մամ, գրողոց ավտից ինչ ես ոպը մեկ լեզվից կանը չեմ ասկան։ Օրքուր, խոսային կնիկ մայն։ Ժորիկ դրախ, մեմ թե դժար։ Աղջի թմալ ես մերը ծարացում ա։ մամ արի։ Մամ, Գիտես ես չեմ կարա, ամենակս դուրս կամ։ Աչի կարվես որ հարես, Մերակների ճարմա է, բասեյնով հարցանի։ Զոքաչ ձենա, խոսա։ Ժամը 3-ն է մոտեցել էր հարազատներն արդեն։ Շորիկ գնա շուշու ծպիչ կտիպեր, մաման դրսում է։ Անուղեղ սաղ դու ես մեղավոր, մեջի, կամ եկել եմ բախտի սիպիչ մեր ընդեղից։ Դրա տեղը ջուր էի կարай բերաններդ կգել էի, քիչ էի կասում, որ բասեյնը հետևն է։ Այդ ցավը տանը մենք ինչ մեղք ունենք, բասեյնի քիմ կանգնած մորացան այնտեղ մեջը մեզ ես մեղավոր։ Սաղ դու ես մեղավոր, որ ինքը պաշտպանես, որ ինձ սկսեցին բասեյնը, չնայած բասեյնն ինչ է ինձ, օվկիանոսն է չի բրկի Ժորիկ տղա։ Մենք առաջ։ Բայց արժի հա որ հարսանքավորները վերջում գցվեն ջուրը։ Արամյան, պատմություն յուրաքանչյուր կումի մեջ։ Ստրեսը դարձել է սովորական, բայց սովորական ամենևին էլ չի նշանակում օրինաչափ։
Ֆոբազոլ Օտիսի Farm Pro ստրեսի եւ տագնապի հաճախակի դարձած դրսևորումների դեպքում չի առաջացնում քնկոտություն եւ կախվածություն։ Բացի Սկանավորիր Ընտրիր չաթբոտը Ակտիվացրու խցանի տակ գրված կոդն ու ստացիր հնարավորություն շահելու նվերներից մեկը։ Մարետտի հացատանը մենք պատրաստում ենք իսկական բրուսկետաներ։ Մի կողմում հարուստ փորձով եւ սերնդեսերունդ փոխանցված ավանդական բաղադրատոմսով, իսկ մյուս կողմում խնամքով ընտրված բաղադրիչներով, կատարյալ թխմամբ եւ շատ սիրով։ Այդ պատճառով չհամեմված կողմի համը իսկ համեմված կողմինը վաու։ Բրուսկետտի Մարետտի համի երկու կողմ, մեկը մեկից լավ։ Կիրակի ժամը 22-ին Սուրենկյան այս եթերաշրջանի վերջին թողարկմանը դիտեք։ Բնակչության մոտ առկա մեծ քանակության պապուրինի զենքն ու անպարժելիության մթնոլորտը, ինչու է քաղաքացիների մի մասը գերադասում հարցերը լուծել զենքով եւ ինչու արդյունավետ չեն իրավապահների կանխարգելիչ գործողությունները։ Տեսնում եմ, որ բռունցքները այլևս արդյունավետ չեն։ Որևէ քաղաքացի կամոմին զենք չի հանձնում։ Վստահության դեֆիցիտը պետական կառավարման համակարգի նկատմամբ հենց ստեղ կրակել էին, ապակին հետ կրակել էին։ Այդ ամենը կարող էր ավարտվել այլ ելքով։ Հանուն Բաքվետ երկխոսության 19 հայի զոհաբերումն ու հգերիների օգնության կանչը, աբսուրդային ինչ մեղադրանքներ են նրանց ներկայացվել եւ ինչու են Հայաստանի իշխանությունները գրավորական կեցվածք ընդունել։ Բաքվում հայեր կան, որոնց համար 44-օրյան վերջին դրվագն է։ Ամենացավոտ ու չլուծված հարցերից մեկն է հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է։ Տեղ եք տալիս վայրի իրավապարտքի, որտեղ կանոններ այլևս չկան։ Հնարավորություն չեն ունեցել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու։ Հերոսի կերպարի հետևողական աղավաղումն ու ինքնության պահպանման համար անտեսանելի պայքարը, ինչ հասարակություն է փորձում կառուցել պետությունը եւ արդյոք նոր պատերազմի դեպքում զինվորը նույնքան ջանադրաբար կկռվի։ 50-ից ավել տեխնիկա է խոցված։ Ինչպիսին հերոսներն ու հեղինակություններն են, այնպիսին էլ հասարակության շրջանում գերակայող օրակարգ